գուցե դա հոգու հետ հանդիպման հենց պահն է, որ ֆիքսվում է այս տեսախցիկների միջոցով։ 8 բաղադրիչներից յուրաքանչյուրը բնորոշ են Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տեր-տիրուհիներից որևէ մեկին։ Այն երեխաները, ովքեր պիտի չապրեն եւ մահանում են մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում, չեն ունենում այդպիսի բռնկում։ Հիպնոզի մասին ինչ-որ բան ունես ասելու Լիլիթ ջան։ Խնդրեմ։ Բանից պարզվում է մենք կարող ենք դիմել ճակատագիրդիցին, բայց անպայման նշելով նրա ծագումը։ Այո, որոնց շնորհիվ արթնանում են երեխայի այս գայարանները եւ միևնույն ժամանակ կապ է հաստատվում հոգու հետ անմիջապես։ Ոչ թե Հիպոկրատ, այլ Հիպոքրատ։ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տեր Արամազդի եւ Աթինասպալազի որդին է։ Բնականաբար խոսում ենք Հիպոկրատի մասին, Լիլիթ ջան, բնականաբար։ Քանի որ խոս գնաց, բերես օրինակն էլ ասենք։ Հասանք վատ տեղ։ Լուսաբերը, որի անվան շուրջ բազմաթիվ բանավեճեր են գնում, համացանցում եւ այլուր, ինչպես բանից պարզվում է, Լյուցիֆերի քույրն է։ Բարի երեկո, հարգելի հետևորդներ, սկսում ենք մեր թվով 17-րդ թողարկումը նորանոր բացահայտումներով։ Բարի երեկո։ Գնանք առաջ, սիրելի Գոհար։ Այո, Լիլիթ։ Մեր առաջին թեման, որով այսօր կսկսենք թողարկումը, վերաբերվում է մարդու ծննդյան պահին տեղի ունեցող մի անբացատրելի կարելի ասել, բայց արդեն բացահայտված երևույթի, որի մասին պատահաբար տեղեկացանք վերջերս եւ որոշեցինք ճշտել, թե ինչ է կատարվում այդ պահին։ Համացանցում տարածված մի տեսանյութի մեջ ռուս բժշկուհին դիմում է իր զրուցակցին հետևյալ հարցով, քանի որ ինքը մասնակցել է ներքևում նշվող գիտափորձի տվյալների մշակմանը, հարց է տալիս, ասում է ինչպես բացատրել, եթե առհասարակ բոլոր մարդկանց, այդ թվում նաև հղի կանանց ռադիոակտիվ ֆոնը բացարձակ նույնն է, ոչ մի տարբերություն չկա, բայց ծննդաբերության պահին, երեխայի ծնվելու պահին, երեխայի գաղտունի վրա, որտեղ տեղակայված են եղել գամմա տեսախցիկներ, այդ երևույթը ֆիքսելու համար, տեղի ունենում ռադիոնուկլիդների բռնկում, որևէ կերպ դրա բացատրությունը հստակ չեն կարողանում գտնել, ռադիոնուկլիդները, որոնք երևում են բռնկման պահին, գոյություն չունեն երկրագնդի վրա եւ նրանք բացահայտել են դրանցից 4-ը։ Եվ ինչպես եզրակացնում է բժշկուհին, գուցե դա հոգու հետ հանդիպման հենց պահն է, որ ֆիքսվում է այս տեսախցիկների միջոցով։ Եվ նա նաև նշում է, որ այն երեխաները, ովքեր պիտի չապրեն եւ մահանում են մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում, չեն ունենում այդպիսի բռնկում։ Ինչով կարելի է դա բացատրել։ Համեցիր Գոհար։ Լիլիթ ջան, նախ հիշեցնենք այդ որ ռադիոնուկլիդներն են, որոնք որ հայտնաբերված են բժիշկների կողմից եւ որոնք գոյություն չունեն երկրի վրա։ Այո, եւ ներկայացնենք մեր հարցումների արդյունքում պարզվածը։ Այդ ռադիոնուկլիդներն են բերիլիում 4-ը, նատրիում 22-ը, պրոտոկտինիումը եւ ուրանի մի տարատեսակ։ Իսկ մեր հարցումների արդյունքում պարզվեց հետեւյալը. դիտարկված բռնկմանը մասնակցում են ոչ թե 4, այլ 8 ռադիոնուկլիդներ։
որոնցից 4-ը վերահիշյալ գիտափորձի ընթացքում հայտնաբերել չի հաջողվել։ 8 բաղադրիչներից յուրաքանչյուրը բնորոշ են Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տեր-տիրուհիներից որևէ մեկին։ Այո։ Այսինքն նրանց անհատական նյութական բաղադրության մասն են կազմում։ Եթե հիշում եք, սիրելի հետևորդներ, գրքում մենք նշել ենք, որ արարման նյութը, որ արարիչը վերցրել է տիեզերքից, 35%-ով չի կրկնվում Սուրբ Սրբոց երկնային տեր-տիրուհիների մարմնի բաղադրության մեջ եւ բաշխված է այդ 8 հոգու մեջ։ Այդ դրանցից 4-ը փաստորեն մենք լրիվ պատահաբար հայտնաբերեցինք։ Երևույթն իսկապես կապված է հոգու հետ, սակայն բռնկումը ոչ թե անջատվում է գաղթունից, այլ հակառակը։ Երեխայի հոգու միջամտությամբ տեղի է ունենում զգայարանների գործունեությունը արթնացնող ներգործություն, որը կարելի է կրակոցի նմանացնել։ Այսինքն, ինչ է տեղի ունենում։ Հոգին բերում է արարչից ստացած այս բոլոր ռադիոնուկլիդները եւ անմիջապես ծնման պահին, երբ երեխան լույս աշխարհ է գալիս, կրակոցի միջոցով, կարելի է այն նմանացնել կրակոցի, անմիջապես գաղթունի այդ հատվածից տեղադրում է երեխայի մեջ։ Ներգործություն է կատարվում, այո, ներգործություն։ Այո, այն զգայարանների, կենտրոնների վրա, որոնց շնորհիվ արթնանում են երեխայի այս զգայարանները եւ միևնույն ժամանակ կապ է հաստատվում հոգու հետ անմիջապես։ Նաեւ բացի 5 զգայարանները եւ հոգու եւ երեխայի կապի հաստատումը, հաստատվում է կապ Սուրբ Սրբոց արարչի հետ, ամենակարևորը խթանվում է աուրայի սինթեզումը, այդ պահից է սկսվում աուրայի ձևավորումը, այո, սկսվում է այդ պահից։ Եվ այդ ճառագայթումը, այսպես ասած, տևում է 5-ից 20 րոպե։ Այն դեպքերում, երբ չի որպես պատիժ ծնվող երեխան ունենում է այս կամ այն զգայարանի թերի աշխատանք կամ արգելափակում, նշանակում է այդ ներգործման ժամանակ չի կատարվել, չի արթնացվել կոնկրետ զգայարանի վրա ներգործումը, չի արթնացվել այդ զգայարանը։ Կյանքի ընթացքում ինչ է հնարավոր, որոշակի բժշկական միջամտության արդյունքում որևիցե զգայարան արթնացնել, եթե որոշակի չափով նա իր պատիժը կրել է, արարչի թույլտվությամբ հնարավոր է լինում այդ զգայարանը արթնացնել։ Իսկ եթե ոչ, եթե արարիչը դեմ է դրան, անհնար է որևէ միջամտությամբ այդ զգայարանը առհասարակ արթնացնել։ Բայց եթե բժշկական միջամտությամբ հնարավոր է դարձել արդեն մեծ տարիքում, օրինակ, բուժելու այդ զգայարանը, այո, մեկ այլ ձևի պատժի, այլ կերպ է կրում մարդը, այո։ Այժմ եւս մեկ բացահայտում, քանի որ խոսեցինք նորածիններից, խոսենք պորտալարից։ Մենք բացահայտեցինք նաև, որ երեխայի պորտալարը չի կարելի կտրել առաջիկա 3-ից 3.5 ժամվա ընթացքում։ Սա շատ մեծ կարևոր դեր է խաղում երեխայի համար։ Այսինքն մինչև մոր կրծքով կերակրելը երեխան սնվում է նախ առաջինը այս պորտալարից եւ այս պորտալարը ամրեցնում է նաև նրա իմունային համակարգը եւ քանի որ նոր է երեխան լույս աշխարհ գալիս եւ պիտի դեռ ծանոթանա մթնոլորտին, շրջապատին, շրջակայող աշխարհին, հարմարվի նաեւ օդին, սա նաեւ մեծ դեր է խաղում այս պրոցեսների կարգավորման համար։ Այսինքն նա, այո, երեխան սթրեսներ չի տանում, ամենակարևորը։ Իսկ 3.5 ժամից ավել պորտալարը չի կարելի թողել, որովհետև նա արդեն բերում է վնասակար հատկություններ երեխայի համար։
Այո, ոչ շուտ, ոչ ուշ։ Այո, 3-ից 3.5 ժամ։ Եվ նախորդ միտքը լրացնեմ Գոհար ջան, այս բժշկուհին նաև վկայում է, որ այն երեխաները, ովքեր պետք է մահանան մոտակա օրերի եւ ժամերի ընթացքում, նրանց մոտ այդպիսի բռնկում չի լինում։ Եվ մահացած ծնված երեխաների մոտ նույնպես այս բռնկումը տեղի չի ունենում։ Բնական է։ Այսինքն հոգին, փաստորեն, ինքը շատ լավ տեղյակ է այդ մարմինը ապրելու է թե ոչ։ Եվ այդ փոխազդեցությունը տեղի չի ունենում, եթե նա չի ապրելու։ Լիլիթ ջան, այժմ անցնենք դիցերին։ Մենք այսօր ձեզ կներկայացնենք մի շարք նոր հայտնաբերված դիցերի անուններ եւ որոշների գործառույթները։ Գիսանեն Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Անահիդայի դուստրն է։ Եվ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Ափրոդիտեի օգնականը։ Իսկ Գրացիան նրա քույրն է եւ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Արտեմիսեի օգնականը։ Հիպնոսը, Նիրհանը եւ Մոգը քույր եւ եղբայրներ են։ Հիպնոսը Նիրհանի եւ Մոգի եղբայրն է։ Հիպնոզի մասին ինչ-որ բան ունես ասելու Լիլիթ ջան։ Խնդրեմ։ Հիպնոզը հակառակորդ կողմի դիցը Քրոնոսի եւ Աստղիկի որդին։ Եվ գործառույթները դրական եւ բացասական իմաստով հակադրվում են մշտապես մեզ համար առնվազն։ Եվ սա առաջին դեպքը չի, մենք ձեզ ընթացքում կներկայացնենք մի քանի դիցերի, ովքեր տառի տարբերությամբ են տարբերվում, որը շատ մեծ շփոթություն է առաջացնում, խորհուրդ կտամ ձեզ մոտ գրանցել անպայման։ Եվ ուշադիր լինել։ Այո։ Զեփյուրը Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Ափրոդիտեի դուստրն է եւ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Աթինաս Պալասի օգնականը։ Ունենք նաեւ Փլորա անունով դից, ով Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Այսեմիկեի դուստրն է։ Եվ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Ափրոդիտեի օգնականը։ Առաքելը անունը շատ տարածված է մեր իրականության մեջ։ Արամազդի եւ Այսեմիկեի որդին է, ով իր 188 օգնականների հետ օգնում է Սուրբ ճակատագրի կողմից կատարված փոփոխությունների իրականացմանը։ Այսինքն այն փոփոխությունները ճակատագրի ծրագրի մեջ, որ թույլատրվում են Արարչի կողմից, հրահանգվում են եւ պետք է իրականացնի ճակատագիր դիցը, նրան օգնում են, օժանդակում են դա իրականացնել առաքելը իր օգնականների հետ։ Քանի որ խոսք գնաց ճակատագիր դիցի վերաբերյալ, ես անձամբ մի փոքր սխալ տեղեկություն եմ հայտնել նախորդ տեսանյութերի մեջ նրանց վերաբերյալ, բանից պարզվում է մենք կարող ենք դիմել ճակատագիր դիցին, բայց անպայման նշելով նրա ծագումը, նշելով, որ դիմում ենք Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի թոր ճակատագրին, եւ նրանից մենք կարող ենք խնդրել գիտության եւ արվեստի ոլորտներում գիտելիքների, կարողությունների, շնորհների շնորհում, այնպես որ ճակատագրին դիմելու իրավունք ունենք։ Իսկ երբ որ ճակատագիրը մեզ կշնորհի այդ շնորհները, առաքելը իր օգնականների հետ կգա մեզ օգնելու, իրագործելու մեր առաքելությունը։ Ունենք Գյուտ անունով Սուրբ դից, Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Արտեմիսեի դուստրը, որի սրբավայրը Արցախի Թառնագյուտ, իրականում Թառնագյուտ վանքն է, ովքեր ծանոթ են շատ լավ
կարող են հասկանալ որտեղ է այն գտնվում։ Օй մի բացառիկ շատ կարևոր բացահայտում։ Սուրբ Հիպոկրատը, ոչ թե Հիպոկրատ, այլ Հիպոկրատ։ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Արտեմիսեի, ներողություն, Աթինասպալազի որդին է, 3,958,584 տարեկան, Արամազդի թվով 4-րդ որդին է։ Ուրեմն Հիպոկրատը եղել է եւ կա բոլոր բուժամիջոցների ստեղծողն ու բուժման մեթոդների հիմնադիրը եւ մեկ ընդմիշտ խնդրում եմ հիշել դեմ է եղել գիտելիքները բժշկության վերաբերյալ գիտելիքները գաղտնի պահելուն Այդպիսի մի բան կա, չէ՞, գրված, որ այս գիտությունը գաղտնի պահեք եւ անպայման գումարով բժշկեք։ Եվ գումարով բժշկել արգելել է, այո, Հիպոկրատը։ Ինչպես ամեն ինչ, այնպես էլ Հիպոկրատի պատգամները եւ ժառանգությունը աղավաղված է հարմարեցված մարդկանց շահերին եւ իրականությանը։ Ցավոք սրտի։ Ոմանց այսպես ասենք։ Ուրեմն նա ուսուցանել է բոլոր մեզ հայտնի դիցերին, ովքեր զբաղվում են մեր առողջությամբ, ապրեսը, առողջը, ամենը, էպիլեպսը եւ շատերը ում անունները մենք չգիտենք։ Նաեւ այն դիցերը, ովքեր որ հիմա ներկայումս աշխատում են Ռուբեն Գրիգորյանի հետ, այս դիցերից 8 հոգի են աղջիկները, որոնցից 5-ը Հիպոկրատի ուսանողները նույնիսկ կարծեմ 2-ը միայն չէին 6-ը Հիպոկրատի այո ուսանողներն են աշակերտներն են եղել եւ առհասարակ քանի որ բացարձակ բոլոր դիցերը տիրապետում են առողջապահության որոշակի հմտությունների բժշկության ամենատարբեր ոլորտներում դրա մասին չենք խոսում Լիլի ջան բոլորը աշակերտ են բոլորը չէ սա պարտադիր կրթություն է նրանց մոտ Եվ նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է այնպիսի գիտելիքների, որ մեր բարձրակարգ բժիշկները չեն տիրապետում։ Դրա մասին չի խոսքը, սա արդեն կոնկրետ գիտության մասին է, որ գիտությունը կոնկրետ Հիպոկրատը դասավանդել է, որ այս դիցերին, իսկ մնացածը բոլորը տիրապետում են շատ լավ են տիրապետում։ Այո, եւ ժամանակին, երբ Հիպոկրատը դասավանդում էր իր աշակերտներին, դրանք եղել են եւ մարդիկ եւ դիցեր, նա մեզ անհայտ ինչ որ իրեղեն վկայական էր շնորհում նրանց, որը խոսում էր բարձրագույն բժշկական կրթություն, մասնագիտացում ունենալու մասին եւ պատիվ էր բնականաբար բերում բոլոր բժիշկներին։ Եվ նշենք նաև, որ եւ Ամիր Դովլատ Ամասյացին եւ Մխիթար Հերացին եղել են նրա աշակերտները։ Անմիջական աշակերտները, ոչ թե ժառանգության տիրապետողներն են եղել։ Հիպոկրատը ունի 1897 օգնական աշակերտ դիցեր, որոնք աշխատում են նաև երկրի վրա եւ կարելի է նրանց դիմել օգնություն խնդրել նրանցից այսինքն մենք բոլորս կարող ենք նաև օգնություն խնդրել Հիպոկրատից եւ նա կարող է ուղարկել իր բոլոր աշխատող օգնական դիցերին մեզ օգնության այնպես որ ինչպես դիցերին ենք դիմում շրջվում ենք արևելք 3 անգամ կրկնում ենք Սուրբ Դից Հիպոկրատ անունը եւ խնդրում նրանից ամենատարբեր բժշկական օգնություններ Ինչն է շատ հետաքրքիր մեր հարցմանը թե արդյոք պահպանվել է նրա աշխատություններից որևէ մի բան ասենք որ Ավիցեննայի աշխատությունը ներողություն ինչպես էր կոչվում կանոն բժշկության աշխատությունը գրվել է նրա թողած գիտելիքների հիման վրա Այսինքն նրա անմիջական գիտելիքները փոխանցվել են հիմնականում այս աշխատության միջոցով
որի պարսկերեն տարբերակը պահպանվում է Իրանում, սակայն ցավոք սրտի առանձնապես լայն կիրառում դա չունի, որպես ավելի շատ թանգարանային նմուշ է երևի պահպանվում։ Մինչդեռ ավանդական ճիշտ բժշկության ավանդույթները առավելապես երկրագնդի վրա պահպանված են նախ եւ առաջ Ճապոնիայում, հետո Հնդկաստանում, եւ երրորդը Չինաստանում։ Այո, որտեղ քիմիական դեղորայքային միջոցները առավել քիչ են կիրառվում։ Նշենք նաև, որ Հիպոկրատը ոչ միայն բույսերով է բուժումները կատարել, իր դեղամիջոցները պատրաստել, եւ նշենք նաև, որ գիտության մեջ օգտագործվել են նաև քիմիական միացություններ, բայց իհարկե այս ամենը չափավոր այնքանով, որքանով որ անհրաժեշտ է օրգանիզմին։ Եվ մաքուր վիճակում զտված, այո, բնականաբար խոսում ենք Հիպոկրատի մասին, Լիլիթ ջան, բնականաբար։ Անցնենք առաջ հաջորդիցը։ Ունենք Բալ անունով դից, ում անունով էլ կոչվել է միրգը եւ ծառը Բալենին։ Ունենք նաև Թութ անունով, այո, Արամազդի սերնդից է Թութը, ում անունով էլ կոչվել է Թութ միրգը, եգիպտական Թոթը նույն Թութն է, որի անունը արձախյան բարբառում հնչում է եգիպտական տարբերակով։ Իսկ Թութանհամոն փարավոնը եղել է Թութի ծոռը եւ հետևորդը, նմանապես նրա ուսմունքը տարածողը։ Ունենք Մերան անունով դից, ով Արամազդի եւ Ափրոտիդեի դուստրն է եւ Անաիդայի օգնականը։ Եվ ունենք, մենք չունենք, կա Մերան անունով դից, որը Մահդիցի քույրն է, բնականաբար Քրոնոսի սերնդից։ Ունենք նաև, քանի որ խոսք գնաց Քրոնոսի նաև բերես օրինակն էլ ասենք, ունենք նաև Մեղայ անունով դից, ով Արամազդի սերնդից է, ով մեր գործած ոչ ծանր մեղքերին թողություն տալու իրավունքով է օժտված։ Հիշում ենք, չէ, որ ինչ-որ մի բան անում ենք եւ կամ դիմացինն է սխալարար գործում, կամ մենք ինքներս ասում ենք Մեղայ Աստված, Մեղայ Աստծո, բայց կան մարդիկ, որ նաև ասում են Մեղա Աստված, Մեղա Աստծո։ Ճիշտ է։ Մեղա, այո։ Մերը չի։ Այո, չշփոթեք հանկարծ, Մեղայը մեր դիցն է Արամազդի սերնդից, իսկ Մեղան հակառակորդ սերնդից։ Մեղայը գրվում է երկու ղ-ով, վերջում յ։ Եթե ունեք ոչ ծանր հանցանքներ, գործած մեղքեր, որ արարիչը պիտի թողություն տա, այլ փոքրիկ մեղքերի համար կարող եք դիմել Մեղայ անունով դիցին։ Ամենայն հավանականությամբ էլի թողություն տվողը արարիչն է, բայց այդ պահին, եթե զույգ ժամ չի եւ մենք չենք կարող կանգնել, սպասել, դիմել բոլոր տերտիրուհիներին, Արամազդին եւ կանանց, ամենակարճ ճանապարհը տեղն ու տեղը Մեղային դիմելն է։ Սուրբ Արձախը 999.945 տարեկան է։ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Այսեմիկեի որդին եւ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Աթինաս Պալասի օգնականն է։ Ունենք նաև Աշուր անունով դից, ով Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Ափրոտիդեի դուստրն է։ Եվ Աթինաս Պալասի եւ Այսեմիկեի օգնականը։ Նշենք, որ Արձախ դիցի սրբավայրը առայժմ ինչ որ մեզ հաջողվել է հայտնաբերել, գտնվում է Քիրս լեռան երկու գագաթներից մեկի վրա։ Հետագայում ավելի մանրամասը կներկայացնենք, այո։
Էրանը Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Տիրուհի Ափրոտիդեի դուստրն է, իսկ թագուհին Արամազդի եւ Արտեմիսեի։ Սուրբ Նիսիան, կա Նիսիա եւ կա Միսիա։ Միսիայի հետ մենք գործ չունենք։ Իսկ Սուրբ Նիսիան, Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի եւ Այսեմիկեի դուստրն է, ով իր 498 օգնականների հետ, որոնցից 53-ը Սուրբ ամենի օգնականներն են եղել, այժմ օգնում է իրականացնել մեր ծրագիր առաքելությունը։ Իսկ միսիան խանգարում է մեզ իրականացնել մեր առաքելությունը։ Այն որ միշտ ասում եք ես ինչ միսիա ունեմ, սրանից հետո կասեք ես ինչ նիսիա ունեմ։ Երբ կխնդրեք Սուրբից նիսիային, որպեսզի ինչ որ կերպ ցույց տա ձեզ հուշի ձեր առաքելությունն ու եւ ծրագիրը եւ օգնական լինի այն իրականացնելու։ Կամ առաքելին կարելի է դիմել։ Առաքելին էլ կարելի է դիմել, այո։ Հասանք վատ տեղ։ Լուսաբերը, որի անվան շուրջ բազմաթիվ բանավեճեր են գնում համացանցում եւ այլուր, ինչպես բանից պարզվում է, Լյուցիֆերի քույրն է, ոչ նույնն են իրենք, ոչ էլ լուսաբերը մեր կողմի դից է։ Ինչ վերաբերվում է Լյուցիֆերին, եւս մի ճշտում, որը եթե չեմ սխալվում, էլի վրիպակ է գրքում այս առիթով, Սատաման չէ։ Նա ամբողջ այդ համակարգի մեջ ամենաբացասական կերպարն է այսօր, ով տնօրինում է երկրագնդի վրա կատարվող ամբողջ քաոսը։ Այո, ասում են, որ ամենաչարն ու ամենադաժանը եւ ամենավտանգավորն է Լյուցիֆերը։ Լյուցիփեր, ոչ թե Լյուցիֆեր, այլ Լյուցիփեր։ Փեր։ Այո, Լյուցիփեր։ Էրանը Քրոնոսի եւ Աստրիգի դուստրն է, Մեռանի մասին արդեն խոսեցինք։ Գնանք առաջ։ Մեր Ասուրը Ասորեստանի հովանավոր դիցն է եղել, բայց քանի որ այսօր պետությունը չկա, չենք կարող ասել նրա գործառույթը ինչով է փոխվել։ Ինչպես գիտենք, դիցերից ոչ ոք պարապ չի մնում, գործառույթը կարող է փոխվել, եթե երկրագնդի վրա ինչ որ փոփոխություններ են կատարվել նրա նախկին աշխատանքի հետ կապված։ Անցնենք մեր հետևորդներին շատ հետաքրքրող մի հարցի վերաբերյալ պարզաբանումներին, քանի որ բուռն շինարարություն է ընթանում ամբողջ Հայաստանում եւ ոչ ոք չի էլ մտածում արդյոք ինչի հիման վրա, ինչ սկզբունքներով, ինչ գիտական ուսումնասիրությունների հիման վրա են կառուցվում այս շենքերը, այն մարդիկ, ովքեր իրենք սեփական տուն են կառուցում, առնվազն գոնե իրենք կարող են տեղեկանալ ինչ պիտի հաշվի առնեն, ինչի հիման վրա, ինչ գիտելիքների հիման վրա պետք է կառուցվի ապագա տունը։ Սիրելի հետևորդներ, տան հատակագիծը պետք է լինի ուղղանկյունաձև ոսկի հատույթի սկզբունքով։ Շարունակիր Գոհար ջան։ Տան հատակագիծը պետք է ունենա 10 մետր երկարություն, 7 մետր լայնություն, իսկ առաստաղի բարձրությունը պետք է լինի 3.5 մետր։ Պատերի հաստությունը պետք է լինի 80 սանտիմետր, որը թույլ է տալիս ամռանը, որպեսզի տունը լինի զով, իսկ ձմռանը ավելի տաք։ Տան մուտքը պետք է լինի 7 մետր լայնության կողմից եւ անպայման արևմուտքից դեպի արևելք։ Նշենք նաեւ, որ հնագույն ժամանակներում տան կառուցումը թույլատրվել է, երբ դիցերի հետ համատեղ ենք ապրել դիցերի կողմից, նրանց հեռանալուց հետո քրմերի կողմից,
որովհետև նրանք կարողացել են ճշտել բոլոր անհրաժեշտ պայմանները տան կառուցման համար եւ նոր տալ թույլտվություն, որոնք են եղել այդ անհրաժեշտ պայմանները։ Նախորդ եթերում մենք խոսեցինք էլեկտրամագնիսական դաշտի մասին, այո, ինչպիսի տարածություն, ինչ տեղադրում պիտի լինի, ինչ հեռավորություն ջրային ավազաններից, ինչպիսի հանքերի մոտիկ կամ հեռու գտնվելու պարագան պետք է հաշվի առնել եւ ժամանակային առումով տան կառուցման համար հաշվի են առնվել երկնային մարմինների դասավորությունը, այսինքն բարենպաստ ժամանակ է թե ոչ տան կառուցման համար, նոր միայն թույլատրել են կառուցում։ Եղել է նաև տան օրհնության կարգ, այո։ Ցավոք սրտի այս ծեսին եւ կարգին այսօրվա հոգեվորականությունը չի տիրապետում, եւ քանի որ ներկայումս էլ քրմեր չունենք, որոնք 4 գիտությունների եւ առավել տիրապետում էին կարող էին նրանցից փոխանցել մեզ այս գիտելիքները, այսօր ոչ մի կերպ հնարավոր չի առայժմ անել այդ ծիսակարգը։ Այն կարող էր մեզ պաշտպանել այս մարդածին, այս չար աչքից, ինչպես գիտենք, այս թուղթուգրից, այս երևույթներից։ Ինքներս դիմենք այո, ուղղակի դիմել, սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդին, տիրուհիներին եւ մեր սիրելի դիցերին այդ անհրաժեշտ պաշտպանությունը ունենալու համար։ Եվ նաև նշենք, որ դիցերը նախընտրում են անպայման գոնե մեկ հարկ նկուղային, առաջին հարկ եւ երկրորդ հարկ։ Նկուղային հարկում նախընտրում են, որպեսզի լինի ննջասենյակներ, իսկ առաջին հարկում զրուցարան, հանդիպման վայր, սանհանգույց, իսկ երկրորդ հարկում սիրելի հյուրերին ընդունելու տեղ, որտեղ կարելի է նստել հյուրերի հետ, հյուրասիրություն կազմակերպել, խոհանոց ունենալ երկրորդ հարկում եւ այլն։ Բայց նկուղային հարկը պարտադիր է, սիրելի հետևորդներ, առնվազն մեկ հարկ նկուղային պետք է նախատեսել սեփական տան կառուցման պարագայում։ Այսօր այսքանը, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ ամեն 3 շաբթի եւ 5 շաբթի միանում եք մեզ համազգային խնդրանքին, Հայաստանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին։ Գիրքը ձեռք բերելու համար կարող եք մեզ հետ կապ հաստատել նշված հեռախոսահամարներով, գիրքը կարող եք ձեռք բերել նաեւ Եվրոպայում, հեռախոսահամարը նույնպես ձեր էկրանին է, եւ եթե ցանկություն ունի որևիցե մեկը կամ ովքեր ցանկություն ունեն աջակցելու մեզ, խնդրեմ նկարագրության բաժնում կան մեր տվյալները, հեռախոսահամարները եւ հաշվեհամարը։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Ամենայն բարիք ձեզ եւ մեզ։